5 տարի եմ պատրաստ մնալ կալանքի մեջ։ Հարցը կալանքը չի, Ժորժ ջան։ Նոր մեր գործընկերներ եկան, եւս մեկ անգամ ասեմ։ Այսօրվա խնդիրն էր, որ սևով սպիտակի վրա գրված է Սահմանադրական դատարանի որոշում, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, պլյուս կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահի երեկվա հայտարարությունը, որ այլևս այս պատգամավորի թեկնածուները պատգամավոր են եւ իրանց անձեռնմխելիության հարցը պետք է որոշի ազգային ժողովը։ Բայց այսօր դատավոր Ֆարխոյանը 1 ժամ ընդմիջում ուզեց հրահանգստացավ եւ ուզեց այսքանով ասեմ, որ Սահմանադրություն Հայաստանում չկա, Վճռաբեկ դատարանի որոշում չկա, օրենք չկա, իրանք ինչ ուզեն կանեն։ Ստեղ իմ կալանքի հարցը չի։ Ես պետք է 5 տարի էլ կնստեմ, 30 տարի էլ կնստեմ, ստեղ ընդհանրապես վերաբերմունքն է մեր երկրի օրենքների նկատմամբ։ Շնորհակալություն։ Իմ զայրույթը պայմանավորված էր առաջինը նրանով, որ նիստի քարտուղարը առանց դատավորի թույլտվության իմ միկրոֆոնը ընդհատեց, դուք տեսաք, եսից ընդհատվեց։ Սա իրանք ուզում են ասեն ինչ ուզեն կարանան, իմ վրդովմունքը ստեղից առաջացավ։ Երկրորդ վրդովմունքը նրա մասին է, որ կալանքի մասին չի։ Ես էլ եմ ասում, տարի 8 ամիսա ընդհանուր կալանքի մեջ եմ, կարամ 5 տարի լնեմ, 10 տարի լնեմ։ Ես իմ պայքարի համար չեմ փոշմանը, էլի պայքարելու եմ, ստեղ խնդիրը այն էր, որ սենց միտարյան նիստեր ունենք, միշտ էլ մերժվել է։ Ոչ մի խնդիր չի եղել։ Այս մի դեպքում հստակ բոլորդ լսեցիք, պարոն Վարդևանյանը հստակ այն դպրոցում, որ երեխաներին սովորացնում են, ատառը աթոռ, բտառը կամ գտառը գնդակ, չէ։ Այս էս մանրամասը դատավորին եւ դատախազներին բացատրեց, որ Սահմանադրական դատարանի որոշում կա, պատգամավորի հետ կապված, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նախագահի որոշում կա, բայց դատավորը գնաց կես ժամով, որ այսքան ժամանակ բոլոր կալանքի նիստերը տեղում ինքը որոշում է կայացրել։ Ինքը տեսակ ընդմիջում ուզեց մի ժամով, մի ժամից գնաց հրահանգստացավ, եկավ, ասեց, որ այս երկրում ոչ սահմանադրական իրավունք կա, ոչ Վճռաբեկ դատարանի որոշում կա, ոչ էլ օրենք կա։ Սա է վրդովմունքը։ Վրդովմունքը կալանքի հետ կապ չունի, Ժորժ ջան։ Նստել ենք, կնստենք, պայքարել ենք, միջև պայքարել ենք, միջև չարիքներին հեռացնենք։ Շնորհակալություն։ Մասնակցելու եք, բայց ամեն դեպքում օգոստոսի 2-ին Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, ոչ։ Եթե մասնակցելու ենք, հեսա 6 ամիսա նույն պատգամավորն է, բա պրոբացիան իսկ չէր տանում նիստերի մասնակցել։ Ինչ փոխվեց, սկզբունքը փոխվեց դատավորի։ Դա ընդամենը խեղկատակություն է։ Եթե օրենքով վերացնեն կմասնակցեմ, եթե չէ ոչ մասնակցեմ։